Խնդրում եմ մեզ մի զրկեք պարոն Եղոյանին լսելու հաճույքից, համեցեք պարոն Եղոյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, որ իմ բարձրացած հարցը թեև ոչ Թուրքի մասին էր, ոչ ցեղասպանության ճանաչման, զուտ մաթեմատիկայի ոլորտի հարց էր, այսքան մեծ կրքեր բորբոքեց, նորից այդ հարցը բարձրացնեմ ու փորձենք պատասխանել այդ հարցին։ Ընդդիմադիր գործընկերները շատ են խոսում պետական պարտքի աճից, ես ասացի, հա, պարտքը աճել է, բայց եկամուտներն էլ են աճել։ Ինչ բարդ բան եմ ասում։ Պարտքը ու բերեցի մարդու վրա օրինակ։ Ասենք մեկը անհատ քաղաքացի, ասենք դուք, պարոն Կարապետյան, օրինակ 18 թվականին ունենայիք, ասենք 10 միլիոն դրամի վարկ, 10 տարի փակելու ժամկետով եւ տարեկան 5 միլիոն դրամի եկամուտ, ճիշտ է, ձեր դեպքում դա մի չեմ, բայց օրինակ էլի 5 միլիոն դրամի եկամուտ։ Հիմա 25 թվին ունենայիք 20 միլիոն դրամի վարկ, էլի 10 տարի փակելու ժամկետով եւ 10 միլիոն դրամի եկամուտ։ Ձեր ֆինանսական կտեղից կբխեր, որ ձեր ֆինանսական վիճակը բարելավվել է, թե վատացել է։ Միանշանակ բարելավվել է։ Որովհետեւ ավելի շատ գումար կունենայիք բացարձակ թվով ձեր տրամադրության տակ հանած նույնիսկ բանկի տոկոսը։ Այստեղ Տիկին Մանուկյանն ասում է 2%-ների մեջ Տիկին Մանուկյանը շփոթվեց, սկզբից ինչքան հասկացա ձեր հուշումից հետո ասիք, բայց նայի թե այդ ունեցած եկամուտից քանի տոկոսն է գնում բանկի տոկոսադրույքի մարմանը, այսինքն այն 5 միլիոնից ինչքանն է գնում բանկին, սկզբից դա խոսացինք, ասիք սկզբից քիչ էր, 9% էր, հիմա 11% է եւ այլ, Ենթադրենք թե կլոր թվերով ասենք թե սկզբից 10%-ներ գնում 5 միլիոնից 500,000-ը գնում էր, այսինքն 4.5 միլիոնը մնում էր ձեր հայեցողական տրամադրության տակ, ճիշտ է։ Հետո երբ որ եկամուտը աճեց դարձավ 10 միլիոն դրամ, արդեն 20 միլիոն վարկ պետք է փակեք։ Ասենք դարձավ 11%-ը պետքա գնա ձեր եկամուտից, 10 միլիոնից ենթադրենք 1.100,000-ն եք տալիս։ Եղավ 8-9 միլիոնը էլի մնաց ձեր տրամադրության տակ, այսինքն ձեր տրամադրության տակ ավելի շատ փող մնաց ձեր մնացած ծախսերի համար։ Այսինքն ձեր գումարի աճի հետ զուգահեռ, երբ որ մի քիչ էլ նույնիսկ աճի այն գումարը կամ այն տոկոսը, ոչ թե տոկոսադրույքը բանկի, այլ ձեր կողմից, ձեր տրամադրության տակ եղած եկամտից վճարվող տոկոսը ձեր տոկոսադրույքը փակելու համար, որը կարող է 5%, 6%, 7, 8, 9, 10, դա չեն քննարկում։ Դրանից չի բխի, որ ձեր կյանքը վատացել է, կբխի, որ ձեր կյանքը լավացել է, որտեղ ձեր տրամադրության տակ ավելի շատ փող կմնա։ Պարզ բան եմ ասում, ստեղ օգնության է գալիս պարոն Մեսրոպ Մանուկյանը։ Ասում է ստոպ, այդ աճը որ կա, օրգանական աճ չի։ Դա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով եկած արհեստական ոչ աուտենտիկ աճը, որը հեսա վաղը կվերջանա այդ աճը, մեր 10 միլիոն դրամ եկամուտը նորից կդառնա 5 միլիոն դրամ եկամուտ, այնինչ պարտքը կմնա 20 միլիոն դրամ։ Այդ է Մեսրոպ Մանուկյանի ասածը։ Հիմա թվերով տեսնենք, ճիշտ է ասում պարոն Մանուկյանը, թե չէ, մենք կարիք չունենք սպասելու, որ պատերազմը ավարտվի, որտեղ իր ասած էֆեկտը արդեն եղել է 24-25 թվականներին։ Բացում ենք տակ, վիճակագրությունն ենք բացում։ 2024 թվականին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը եղել է ռեկորդային 12.4 միլիարդ դոլար։ 12.4 միլիարդ դոլար առևտրաշրջանառություն ենք ունեցել Ռուսաստանի հետ, հասկանում եք, ոսկի, թանկարժեք, կիսաթանկարժեք, մետաղ, քարեր եւ այլ։ Այն ժամանակ ասում էին, սա չէ, դա վիճակագրության մեջ կա, բաց ինֆորմացիա է։ Ասում էին, սա ոսկու վերարտահանումն է, հեսա ոսկու վերարտահանումը որ ավարտվեց, տեսեք ինչ կլինի տնտեսության վիճակը։ Եկավ 25 թիվը, ոսկու վերարտահանումը ավարտվեց եւ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն ընկավ 38%-ով, 38%-ով մինուս գնաց։ Դարձավ 7.7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նույն այդ ժամանակահատվածում ինչ տեղի ունեցավ տնտեսական աճի հետ։ Տնտեսական աճը աճեց։ Եթե 24 թվականին մենք ունեցել ենք 5.9% տնտեսական աճ, 25 թվականին ունեցանք 7.2% տնտեսական աճ։ Այստեղից հետևություն, որ վերարտահանման նվազումը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսական աճի վրա, որտեղ ի բնե իրանք չէին կարող կապ ունենալ, որովհետև վերարտահանման վրա չէր հենված տնտեսական աճը, այլ աուտենտիկ հավելյալ արժեք ստեղծելու վրա, ոչ թե թանկարժեք մետաղը բերել արտահանելու, դրա մեջ էլ մարժան քիչ է, հետևաբար շահութահարկը քիչ է, այդ փոքրիկ աննշան շահութահարկի վրա չէր հենված մեր տնտեսական աճը։
Նույն տենդենսը տեսնում ենք անցած ու այս տարվա առաջին կիսամյակներում։ Անցած տարվա առաջին կիսամյակ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառություն 2.46 միլիարդ դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառություն 2.7 միլիարդ դոլար։ Նվազում 22%-ով։ Նույն ժամանակահատվածում տնտեսական աճենք նայում անցած տարի առաջին կիսամյակ 5.9%, այս տարի առաջին կիսամյակ 6%, աճ 0.1%-ով։ Հետևություն ընկերներ, հասկանալու համար, որ պարոն Մեսրոպ Մանուկյանի ասածը սխալ է, կարիք չկա սպասելու պատերազմի ավարտին։ Սխալ է ինչու, որովհետև մեր տնտեսական աճը օրգանական տնտեսական աճ է, որովհետև այն գումարները, որ գալիս են, ծախսվում են այն ուղղություններով, որտեղից հնարավոր է ստանալ նոր արժեք, որը կբերի նոր արժեք, որը կբերի նոր արժեք։ Շատ պարզ բան։ Գույքահարկի թեմայով։ Պարոն Ֆարմայանը բողոքում է իր գույքահարկից։ Ես չգիտեմ։ Հա, դուք ասում եք 6 անգամ աճել է։ Հա։ Հա։ Պարոն Ֆարմանյան, չի կարելի անել։ 500%-ով 6 անգամն է, էլի, չէ՞։ Տենց չի, պարոն Ֆարմանյան։ Նույն բանն ասցինք։ Հա, 500%-ով թող լինի։ 500%-ով աճել է։ Իմն էլ է աճել 500%-ով։ 7000 էր, դարձել է 42000-ի կարգի։ Մեր տան գույքահարկը։ Այդ նշանակում է տարեկան մոտ օրական մոտ 100 դրամ գույքահարկ եմ ես տալիս մեր 100 քառակուսի մետրանոց, եթե ձեր 200 քառակուսի մետրը տրամաբանական կլինի, որ դուք էլ դրա կրկնակին տաք, եթե ձեր հարևանի տան ֆասադը, ձեր տան ֆասադի չափ լավը չի, ինչպես ասում եք, ասիկ թանկարժեք չի, բնական է, որ ինքը ավելի քիչ պիտի տա, որտեվ գույքահարկը վճարում են տան արժեքից, ոչ թե այդ տանը ապրող մարդու եկամտից ինքը վճարում է եկամտահարկ, դրա համար նա կոչվում է եկամտահարկ, շահույթից շահութահարկ, գույքից գույքահարկ, դրա համար գույքի գնին պետք է նայեն։ Բա բնական է, բայց ձեր տան վրա դուք փող եք դրել, ուրեմն ունեցել եք, չէ՞, փողը, որ դրել եք ձեր տան ֆասադի վրա, ձեր տան գինը բարձրացրել եք։ Ուզում եք համ դուք նույն գույքահարկը կտաք, համ ձեր վատ ֆասադով տան տերը, այսինքն էժան ֆասադով ոչ թե վատ, տան տերը տա։ Դուք չեք ասում բացարձակ թվերը, բա ասում եք քաղաքը տեղական ինքնակառավարում, չեք ասում, որ գույքահարկը գնում է տեղական ինքնակառավարմանը։ Բա համայնքը որտեղից պիտի հզորանա, թե չպիտի հզորանա համայնքը, մնա նվիրած կոմբայնների հույսին։ Փողը գնում է համայնքին, այդ թվում եւ այն համայնքներին, որտեղ որ դուք եք շատ ձայներ ստացել։ Կարող է վաղը միսօր համայնքապետել ունենաք միտեղ։ Մնաց մասնավոր մարդու ձեռի հույսին, թե իր համայնքից հավաքած գույքահարկի հույսին։ Այդ լքված բաները, շինությունները, դա ինչի՞ չեք ասում, որ մարդիկ ժամանակին միլիոնների գույք էին արել ու լքել էին, գնացել էին, ոչ վարձով էին տալիս, ոչ իրանք էին աշխատացնում, ոչ վաճառում էին։ Փաստացի տիրազուրկ գույքեր էին։ Բայց ինչի՞ չեք ասում, որ հիմա այդ գույքի տերը կամ պիտի վճարի գույքահարկ, որը իդեպ ասեմ, էլի այնքան բարձր հələ չի, որ այդ մարդը որոշի վաճառել կամ վարձով տալ կամ աշխատացնել այդ գույքը։ Էլի հələ այդքան բարձր չի, արտադրական գույքի համար մենք հələ էլի պետք է մտածենք։ Այնպես անենք, որ մարդը չքնեցնի գույքը։ Սա մասին ինչի՞ չեք խոսում։ Եվ վերջին հաշվով կա գույք, որ ընդհանրապես գույքահարկ չէր տալիս, դա նորմալ է։ Կային գույքեր, որոնք 0% գույքահարկ էին տալիս։ Այսինքն, գիտեք, սա ոչ այնքան ֆիսկալ հարց է, ինչքան քաղաքական հարց է։ Ասել մարդուն, որ դու կարող ես տալ 0% հարկ, դա նույնն է, թե ասել, որ մեզ ոչ մի պահանջ էլ չներկայացնես, որ դու ունես 0% ձայն։ Հարկը ձայն է։ Հարկը ձայն է։ Մենակ ԱՄՆ-ում հարկատու եւ քաղաքացի տերմինները օգտագործվում են համարյա որպես հոմանիշներ։ Ասում են մենք հարկատուներս պահանջում ենք սա եւ նա։ Ասել, որ ժողովուրդ ջան, դուք կարող եք հարկ չտալ, թարգմանաբար ձեր լեզվից, նշանակում է ժողովուրդ ջան, էլ ձեզ չտեսնեմ այստեղ բողոքի ցույց անելիս, ինչ որ բան պահանջելիս, դուք գնացեք, սարքել ենք 0% ձեր համար, հարկ մի տվեք, բայց մի խոսացեք, բայց դուք մոռանում եք, որ հարկ տալով քաղաքացին, նույնիսկ քիչ տվող հարկ, քիչ հարկ տվողը ունենում է նույն ձայնը, ինչ դուք եք ունենում, շատ հարկ տալով, հարկը հարց բարձրաձայնելու իրավունք է տալիս մարդուն, եւ ես կռահում եմ, որ ձեզ անհանգստացնում է այն, որ քիչ հարկ տվողը կարող է ունենա նույն ձայնը, ինչ շատ հարկ տվողը, ինչ հարուստը, որ աղքատ մարդը կարող է ունենա նույն մեկ ձայնը, ինչ հարուստ մարդու, իդեպ այդ հարցը թեթևակի շոշափվեց հարցերից մեկում, ով է, չեմ կարծեմ, պարոն Դարփինյանն էր, ասեց կլինի, գործարարները գնան
խոսան կառավարության հետ, իրանց համար առանձնահատուկ, չէ՞։ Հա, մոտա, եթե կարաք հետո պարզաբանեք։ Իսկ դա է մտահոգում ձեր նարատիվներում։ Դուք չեք ասում եկեք արդար հարկային համակարգ դնենք, ասում եք եկեք անհավասար հարկային համակարգ դնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ չնայած որ վերջի օրերին մեր ընդդիմադիր գործընկերների կողմից բազմաթիվ իրար հակասող եւ հաճախ իրականությանը չհամապատասխանող պնդումներ արվեցին, ուզում եմ այնուամենայնիվ այս ամբիոնից դիմել Տիկին Մանուկյանին, ասելով, որ ձեր ընտրության պարագայում Տիկին Մանուկյան, իդեմս ինձ եւ վստահ եմ իմ ֆրակցիայի գործընկերների, դուք ունեք վստահելի գործընկերներ ձեր ուրեմն ազգային ժողովի կողմից կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորինս ուրեմն արդյունավետության համատեքստում եւ բացառված է մի իրավիճակ, որտեղ մենք կլինենք ուրեմն քննարկման տարբեր կողմերում եւ դուք մեզ կհամոզեք ձեր դիրքորոշման ճշմարտացիության մեջ եւ մենք մեր դիրքորոշումը չենք փոխվի պայմանավորված մեր կուսակցական պատկանելությամբ։ Այնուամենայնիվ, հարգելի գործընկերներ, քանի որ խոսվեց ճշմարտությանը չհամապատասխանող կամ իրար հակասող պնդումների մասին, կուզեմ անդրադառնալ մի քանի դրվագների։ Երեք պարոն Ֆարմանյանը հարցի ընթացքում պնդում արեց, որ Վրաստանում բիզնես վարկերը շատ ավելի էժան են, քան Հայաստանում, սա կոնկրետ փաստային աղավաղում է, հարգելի գործընկերներ, որովհետև այս պահին իմ ձեռքի տակ ամենաթարմ տվյալներն են, ըստ որի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով բիզնես վարկերը տատանվում են 11.5-ից 13%-ի միջակայքում, մինչդեռ Վրաստանում նույն միջակայքը 14-ից 15.5% է։ Եվ չնայած արձանագրեցինք, որ այս պնդումը ինքնին իրականությանը չի համապատասխանում, հաջորդիվ պարոն Ֆարմանյանը հարցնում է Տիկին Մանուկյանին, ասում է. Արդյոք դուք կարծում եք, որ օրենսդրորեն այս հարցը հնարավոր է կարգավորել եւ իր զարմանս ինձ Տիկին Մանուկյանը ասում է այո միանշանակ եւ խոստանում է, որ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում կանի առավելագույնը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ։ Տիկին Մանուկյան, կխնդրեմ պատասխանեք իմ հետեւյալ հարցին, թե արդյոք դուք նկատի ունեք կարգավորում ֆինանսական համակարգի նկատմամբ տոկոսային առաստաղ սահմանելու տեսքով, եթե այո, ապա արդյոք ուսումնասիրել եք միջազգային փորձ նման պետությունների, ովքեր նման քայլի են դիմել եւ ինչ հետևանք է ունեցել այս քայլը տվյալ երկրների ֆինանսական համակարգի վրա։ Տիկին Մանուկյան, երեկվա հարց ու պատասխանը լի էր այլաբանություններով, ձեր կողմից դուք համեմատում եք մեր պետական պարտքը եւ դրա օգտագործումը մի պայմանական տան հետ, որի առաստաղը կաթում էր եւ մենք շարունակ վերանորոգում էինք մանրահատակը։ Կխնդրեմ ձեր ելույթում շատ հստակ ասեք, թե ինչը նկատի ունեք այս ալեգորիան բերելով, թե օրինակ որն է այն մանրահատակը, որը մենք շարունակ վերանորոգում ենք, ենթադրվում է խոսքը գնում է ասֆալտապատման աշխատանքների մասին կամ դպրոցաշինության եւ որը ամենակարևորն է, հուշեք մեզ որն է այդ առաստաղը, որը կաթում է, որը մենք այսքան ժամանակ չենք նկատում։ Տիկին Մանուկյան, իմ գործընկերոջ հարցին ի պատասխան երեք դուք ասացիք, որ չեք պատրաստվում պատասխանել հարցին, որովհետեւ դուք քննության չեք։ Տիկին Մանուկյան, ամենայն հարգանքով ես կարծում եմ, որ մենք բոլորս ամեն օր երբ մոտենում ենք այս ամբիոնին, յուրովի քննության ենք ենթարկվում մեր հանրության աչքի առաջ։ Սա առաջին հերթին հարգանք է եւ մոտեցում է մեր հանրության նկատմամբ, որը մեզ հետևում է եւ կարծում եմ նույնիսկ այն պարագայում, երբ հարցի բովանդակությունը ձեզ դուր չի գալի, կամ նույնիսկ եթե այդ հարցի պատասխանը դուք չգիտեք, կարծում եմ դա լավագույն պատասխանը չէր եւ առաջին հերթին մեզ հետևող մեր հանրության աչքերում։ Ես երեք ձեզ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հարց տվեցի եւ դուք ի պատասխան իմ հարցին ասացիք, որ այո միանշանակ տեսնում եք զուգահեռներ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ուրեմն գների եւ 2008 թվականի ԱՄՆ ուրեմն անշարժ գույքի գների բանի մեջ, դրսևորումների մեջ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ ամենևին ձեր դիրքոր, որովհետեւ հետո դուք ասացիք, որ կարելի ասել գուժեցիք նմանատիպ մի բան, ասացիք դե հույս ունենք, որ մեր մոտ էլ նույն ուրեմն նույն
ապագան մեզ չի սպասվում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այս համեմատության հետ, չնայած որ հարցը ես տվեցի, բայց իրականում որևէ առնչություն 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը մեր իրականության հետ չունի, մի պարզ պատճառով, որովհետև այն ճգնաժամը, որի մասին մենք խոսում ենք, ուներ մեկ հիմնական պատճառ։ Դա հիպոթեկային վարկերի արժեթղթավորումներ կամ փաթեթավորումը նոր արժեթղթերի տեսքով, որը Հայաստանի Հանրապետությունում ուղղակի գոյություն չունի, պայմանավորված այդ թվում մեր ֆինանսական շուկաների զարգացվածության աստիճանով։ Տարօրինակաբար երեկվա իմ հարցից հետո պարոն Մեսրոպ Մանուկյանը, չգիտես ինչի նյարդայնացավ եւ հորդորեց ինձ կամ պարոն Եղոյանին այլևս հարցեր չտալ ոլորտներից, որից մենք չենք հասկանում։ Ինչից հետո տարօրինակաբար տիեզերքի միակ տնտեսագետի կոչմանը հավակնող Մեսրոպ Մանուկյանը, նույնին ինքը մերօրյա Ադամ Սմիթը արեց հետևյալ տարօրինակ հայտարարությունը։ Նա ասաց, որ ինչ նկատի ունեք, որ հարց եք տալիս մեր պետական պարտքի կառուցվածքի հետ կապված։ Նկատի ունեք ներքին արտաքինը, ասեմ համամասնությունը 50.8 եւ 49.8։ Հարգելի գործընկերներ, գումարում ենք այս երկու թվերը, պարզվում է, որ մեր պետական պարտքը կազմում է ընդհանուր համամասնությունը, որ գումարենք, ստացվում է 100.6%։ Եվ թերևս կարելի է փակել այս թեման, այնուամենայնիվ Տիկին Մանուկյան, ես կկրկնեմ իմ հարցը, որովհետև ըստ էության չպատասխանեցիք, իմ հարցը հետևյալն է, քանի որ դուք կարևորում եք այս բանի թեման, պարտքի թեման։ Ենթադրվում է, որ պարտքի հետ կապված պետք է որ առնվազն որոշակի պատկերացում ունենաք այդ թվում պարտքի կառուցվածքի վերաբերյալ, այդ թվում ներքին եւ արտաքին, եւ որ ամենակարևորն է, դրանից բխում է արտարժութային ռիսկը։ Եվ ուզում եմ համեմատության կարգով ասել, որ 2017 թվականին մեր պետական պարտքի կառուցվածքը հետևյալն էր. արտաքին 81.4% եւ ներքին 18.6%։ Հիմա այս համամասնությունը պտտվել է 180 աստիճան եւ մեր պարտքի մեծ մասը ներքին է, ինչը էականորեն նվազեցնում է արտարժութային ռիսկը մեր տնտեսության վրա։ Եվ հարգելի գործընկերներ, խոսելով մեր գործընկերների հանրապետական կուսակցության հետ կապ ունենալ չունենալու մասին, ես ուզում եմ իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել, հարգելի գործընկերներ, անկեղծ որ ասեմ, ձեր ազգակցական կապերը հանրապետականների հետ իմ համար գրեթե նշանակություն չունի։ Նույնիսկ ձեր նախկինում հանրապետական կուսակցության կարգավիճակը իմ համար այդքան նշանակություն չունի, ինչքան այն բովանդակությունը, որը դուք եւ իրանք կիսում եք, որը դուք եւ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կուսակցությունը կիսում են։ Այսինքն ձեր խոսույթի եւ ձեր ամենաառանցքային եւ գլոբալ հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումները իդենտիկ են, որևէ բանով չեն տարբերվում։ Եվ որպես օրինակ հազարավոր օրինակներից մեկը, բայց այնուամենայնիվ կբերեմ։ Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հարցազրույց տալով հայտնի ոդկասթին ասում է հետևյալը, եւ երկուստե ցիտատա։ Ասում է՝ մի դպրոցում, որտեղ 20 աշակերտ կա, 20 միլիոն համարյա դոլար են ծախսում դպրոց կառուցելու համար։ Երրորդ մարդիկ ասում են՝ արա, այդ 2 միլիոն դոլարը ներդրեք մի հատ բիզնես բան անենք։ Սկսում են ծաղրել, ասում, այ դու կրթությանը դեմ ես։ Արա, կրթությանը դեմ չեմ, այլ ես կողմ եմ, որ շատ թե քիչ արդյունավետ։ Հիմա այդ թալանը ինչ տարբերություն թալանում ես, թե վատնում։ Եվ չնայած որ այս հանրապետականից տարանջատվելու գործելակերպը դեռևս նախընտրական քարոզարշավից կար, այդ օրերին շաբաթներ կամ 1-2 ամիս անց ուշադրություն հարգելի գործընկերներ, Ուժեղ Հայաստան խմբակցության կամ դաշինքի ղեկավարը անում է հետևյալ արտահայտությունը։ Ասում է՝ դուք որ հարցնում եք ինչու են այդքան դպրոց կառուցում կամ ասֆալտ, որտեղ ուղեղ չունեն։ Հիմա հարգելի գործընկերներ, եկեք գտնենք 3 կամ 4 կամ 5 կամ 10 կամ ինչքան որ ուզեք տարբերություն, վստահ եմ չեք գտնի, եւ սա վերաբերվում է բոլոր այլ ոլորտներին, այլ ոլորտային քաղաքականությունների պատկերացումներին, արտաքին քաղաքականության մասին էլ չեմ խոսի, ամենաանկյունակարային եւ այլն։ Այնպես որ հարգելի գործընկերներ, կարծում եմ, եթե ուզում եք ձեզ զատեք հանրապետականից կամ Ռոբերտ Քոչարյանից, առաջին հերթին զատվեք բովանդակությամբ։ Այդ պարագայում երևի կհավատանք մենք ձեզ եւ մեր հանրությունը։ Շնորհակալություն։
Մեծարգո փոխոստակներ, հարգելի գործընկերներ, այսօր Լռություն։ քննարկում ենք ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուի ընտրության հարցը։ Եվ շատ սիրով ողջունում եմ Տիկին Մանուկյանին, բայց ուզում եմ ասել, որ 2 օր է մենք այսպես անընդհատ խոսում ենք Հայաստանի սպառնացող դեֆոլտների, տնտեսական ճգնաժամերի, ողբերգությունների մասին, եւ այսօր դրան էլ գումարվեց մի շատ հետաքրքիր թեզ, որ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերում կան սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, այո, Տիկին Գասպարյան, ես ուսուցիչ եմ եղել եւ եղել եմ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ։ Դուք թիրախավորում էիք մի ամբողջ համայնքի, դուք թիրախավորում էիք մեր բժիշկներին, մեր ուսուցիչներին, մեր մանկապարտեզների աշխատողներին, բազմաթիվ մարդկանց, ովքեր շատ ցածր աշխատավարձ են ստացել։ Կներեք, մենք սերունդ ենք կրթել, մենք ծառայություն ենք մատուցել Հայաստանի Հանրապետությանը եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր միլիոններ չեն աշխատել ճակերտներով, նրանք արժանի են տարական հարգանքի։ Եվ ես ձեզ խնդրում եմ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ամբիոնը չօգտագործել եւ չթիրախավորել Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր գուցե սոցիալական անապահով խավին են պատկանում։ Ես հույս ունեմ, որ դուք այլևս չեք թիրախավորի բոլոր այն մարդկանց, ովքեր խնդիր ունեն։ Եվ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերում կան ուսուցիչներ, բժիշկներ, գիտաշխատողներ, ովքեր շատ ցածր աշխատավարձով աշխատել են, Տիկին Երևան, ներողություն։ Հարգելի գործընկերներ, նախ խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը եւ նիստը անցկացնել նստած եւ պահպանել լռություն, հակառակ դեպքում նորից անուն ազգանուններով զգուշացում եք ստանալու։ Չվերադառնալով այս խոսույթին, ուզում եմ խոսքս ձեզ ուղղել պարոն Մխիթարյան, քիչ առաջ ասացիք, մեզ համար դպրոց կառուցելը կարևոր չէ, ուսումն ավելի կարևոր է։ Ներողություն եմ խնդրում, դուք տեսել եք այն դպրոցները, որ վերակառուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դուք մտել եք այդ դպրոցների պետքարանները, լվացարանները տեսել եք, դուք տեսել եք այն լաբորատորիաները, որտեղ երեխաները պիտի կրթություն ստանային։ Ինչպես դպրոցը կարևոր չէ։ Եթե կարևոր չլիներ, դրանք չէին կառուցվի։ Եթե կարևոր չլիներ, պետությունը դպրոց չէր պահի, դպրոցի շենք չէր պահի։ Ծխական դպրոցների նման կնստեինք ծառերի տակ եւ դաս կվարեինք։ Ես խնդրում եմ, եկեք մի ասեք բաներ, որոնք իսկապես կարևոր են։ Եվ այն տասնյակ հազարավոր փոքրիկները, որ այդ լուսավոր շենքերում դաս պիտի սովորեն, նրանք արժանի են դրան։ Իսկ այն չկառուցված դպրոցների երեխաները սիրով սպասում են դրան։ Լավ է, որ դուք կրթության ոլորտից չեք։ Պարոն Ֆարմանյան, դուք անընդհատ ասում եք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, հիմա նույն հարցը ձեր ուժին եմ տալիս։ Դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, դեֆոլտ, տնտեսական ճգնաժամ, 300,000 ադրբեջանցի, 2020 թիվ, 22 թիվ, 23 թիվ։ Լավ չտեսաք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեր ասածներին այնքան էլ մեծ նշանակություն չտվեց, այլապես ձեր ուժը, ձեր չընտրված վարչապետով կլիներ էս թևում։ Ես խնդրում եմ, երբ որ մեզ ինչ-որ բան ասում եք, հիշեք, որ մենք էլ կարող ենք հակադարձել։ Եվ բոլորիս մաղթում եմ, որպեսզի Տիկին Մանուկյանի ընտրությունը կայանա խաղաղ, հանգիստ, ժպիտով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխնախագահներ, հարգելի գործընկերներ։ Ելույթս պայմանական փորձեմ անվանել տենց զրոների մասին, որ գոնե մի քիչ բյուջետային հանձնաժողովն է, թվերի հետ կապված, բայց մինչ այդ նաև ուզում եմ պաշտպանել ուժեղ Հայաստան խմբակցության իմ գործընկերներին, որովհետև ձեր խմբակցության պատգամավորը իմ կարծիքով վիրավորեց ձեզ, երբ ասեց, որ իր համար մեծ պատիվ էր ընտրված չլինել մեր կողմից։ Ես սպասում էի մինչև այս պահը մոտենալը թերթեցի, դեռ պարոն Վարդովյանն հրաժարական դիմում չի գրել եւ հուսով եմ չի էլ գրի, որտեվ հուսամ ինքը չի համաձայնվի, որ իր համար տենց կործանարար նվաստացուցիչ է եղել մեր կողմից ընտրվել եւ այնտեղ գնալը։ Եվ որ ասում եք դե համանդրության պահանջ կա, անձերը ինչ կապ ունեն, դե ես կարող եմ ասել, բա որ անձերը կապ չունեն, ինձ ինչի դեմ չեք քվեարկել, իմս գործընկերներին դեմ եք քվեարկել։
տրամաբանություն կա անձերի մեջ, եկեք տենց շատ դրա հետևից չգնանք։ Հիմա քանի որ ասի զրոների մասին, հա, նաև չեմ հետևելու խորհուրդներին այստեղ իրենց տնտեսագիտության տենց ասպետներ հրճակած մարդկանց, որտեղ ես կարծում եմ որ խորհրդանային տեղն է, որտեղ պետքա խոսենք։ Ես ասացի, որ առաջին նստաշրջանային եզակի տեղերից է, որ կարողանում ենք հարցեր տալ իրար։ Հետո չի լինելու, առավելից 10 րոպեանոց ելույթներին Երանի ենք տալու, չի լինում տենց բան, էլի։ Ու ես կխոսեմ էլի պետական պարտքից, շարունակելով պարոն Եղոյանի օրինակ, մի քիչ ավելի բարձրացնենք։ 2017 թվականին կամ 18 թվականին պատկերացրեք ձեզանից որևէ մեկը ունի մի հատ տուն ու մի հատ մեքենա։ Այդ ժամանակ են ձեր ասած Լիբանանը որ գար, գալու էր տաներ ձեր տունը եւ օրինակ ավտոյի անվադողերն էլ հետը, որովհետեւ ձեր ունեցած հնան են, որ ասում ենք հարաբերակցությունը 60%-ից ավել էր, այսինքն դուք ոչ տուն եք ունենալու, ոչ է մեքենա եք ունենալու, որ կարողանաք քշել։ Հիմա դուք ունեք 4 հատ բնակարան, 6 հատ ավտոմեքենա։ Եթե Աստված չանի այդպիսի բան լինի, բայց բոլոր մասնագետները ինձանից դեզանից լավ ասում են, որ չի սպառնում Հայաստանին եւ շատ ուրախ եմ, որ Տիկին Մանուկյանը անկեղծորեն ասում է, մեզ չի սպառնում այս բանը, որտեղ բոլոր ցուցանիշներով կառավարելի է առնվազն։ Եթե բայց այդ Լիբանանը գա, հիմա տանելու է 2 տունը եւ 2 մեքենան, բայց դուք կունենաք ելի մեկը 2 մեքենա, որը չունեիք 17 թվականին եւ 2 տուն, որտեղ կարող եք ապրել։ Այս փորձեցի հնարավորինս բարձ ասել, երբ որ պարոն Շիրազ Մանուկյանը էլի բերում ասում ամեն անձի վրա դրված է 3000 թե 5000 դոլար բար, բայց այստեղի համայն հայությանը չեք ասում, բա բերեք է 10 միլիոնի վրա բաժանենք եւ ասենք համայն հայությունն է պարտք այդքան։ Ինչ եք Սփյուռքին առանձնացնում, հարգելի գործընկերներ։ Եկեք չառանձնացնենք, բայց Սփյուռքն էլ է, չէ՞, ասում եք մեր Հայաստանի մասը, դե եկեք այդ 10-12 միլիոնով գնանք։ Հետո խոսվեց աշխատավարձերի էլի մասին։ Ես էլի եմ առաջարկանում, ժողովուրդ ջան։ Եկեք աշխատավարձերը որ գա, մեր աշխատավարձերը 0 դրամ սարքենք։ Ես ամեն ինչ կանեմ, իհարկե որ դա չլինի հիմա կասեմ ինչի, բայց եկեք 0 դրամ սարքենք։ Ու ինչպես ավականիներին է թույլատրելի, թողենք որ մենք կարողանանք բիզնես գործունեություն ծավալել։ Գիտեք ինչ կլինի դրանից հետո։ Ես ձեզ խոստանում եմ, որ առնվազն մի ամիս հետո ես կունենամ նույն մեքենան, ինչ ունի օրինակ Նարեկ Կարապետյանը, ինչ փող ունի օրինակ պարոն Ղազինյանը։ Եկեք 0 դրամ սարքեք, ասեք 0 դրամ, բայց ես թույլատրելի է բիզնես։ Դա այն է, ինչը դուք էլի ուզում եք հետ վերադառնա Հայաստան այդ օլիգարխապետություն։ Այո, այստեղ նստած են եղել մարդիկ, որոնք 10-20 տարի շարունակ չեն էլ նույնիսկ տեսել թե այդ աշխատավարձի SMS-ը եկել է, թե չի եկել, որտեղ իրանք դրա վրա թքած են ունեցել։ Շատերին գիտեն, որ օգնականներին են տվել, օգնականներն են ստացել։ Այստեղ մի օգնական կա, որ հարցնեք կասի։ Մեկ էլ գաղտնիությունից խոսվեց, էլի որ տեսեք, երբ որ ասում ենք հանրապետական նկատի չունենք, որ տենց պարզ է, չեք կարող այդ արունակցական նաև կապ կա, չեք կարողանաք։ Ասում եք գաղտնի ծախսեր, Տիկին Մանուկյան, դուք որպես падգամավոր չկա բյուջեում գետ 1 տող, որը ձեր համար գաղտնի է։ Բայց ես հիշում եմ, գիտեք ով օրինակ ընդունեց այն ծախսերի մասին, որոնք դուք ասում եք, որ դա վատ է, ով ընդունեց այդ ծախսերը, որ դառնան գաղտնի։ Տեսեք, չեմ ասում լավա կամ վատա, բայց ով ընդունեց։ Որ բացեք ԱԺԿ-ում, այնտեղ մի ազգանուն կա, որը նույնանուն է ձեր խմբակցության ղեկավարի ազգանունի հետ։ Այդ մարդն է կողմ քվեարկել եւ դարձել է այդ ծախսերը գաղտնի։ Հիմա եթե վատ է արել, ուրեմն պետքա գաք եւ նաեւ այստեղ պարոն Ալեքսանյանը ասաց ինքնահայացմամբ ասեք, այո, սխալ են արել մեր դե չեմ ուզում դառնա ընտանեկան բան, այսինքն մեր քաղաքական նախնիները սխալ որոշում են ընդունել, երբ որ գաղտնի են պահել ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ հանրապետության նախագահի որոշ ծախսեր, որը իդեպ ձեր համար էլի եմ ասում գաղտնիք չէ։ 0% հարկի մասին քանի որ գալու է, ես անկեղծ ասած չեմ հասկանում մինչեւ հիմա այս միտքը, որ պարոն Կարապետյանը էլի նախընտրական շրջանում արել, ասել եմ դե չէ, ակտիվ հետևել եմ, գիտեմ։ Ասում եք վարչարություն չի լինելու։ Այդ գիտեք մոտավորապես ինչա, որ օրինակ երբ որ Դավիթ Ղազինյանը իրացման տնօրենն էր հեցի, օրինակ պարոն Կարապետյանը որպես ազգային բարերար որոշեր, որ բոլոր սոցիալապես անապահովներին, ասենք, հոսանքը ձրիա լինելու։ Անվճարան, փող չենք վերցնելու ու այդ բնակարաններում հաշվիչ դրած չլիներ։ Ո՞նց էիք բարձելու, ես ինչքան եմ ծախսում կամ անապահով եմ կամ չէ։ Ոնց կարա հարկային վարչարություն չլինի ու դուք բարձեք ես փոքր բիզնես եմ թե միջին, այդ ոնց է տենց լինելու։ Խնդրում եկեք բացատրեք, ոնց կարա այդպես հնարավոր լինի։ Այսինքն ու դնում եք 114 միլիոնի շեմ։ Այս մասին էլի առանձին բյուջեի ժամանակ եմ խոսելու երկար է մի քիչ այնտեղն։
ոնց կարա օրական 400,000 դրամ շրջանառություն ունեցող մարդը 0% հարկ տակ, եւ դուք որևէ կերպ չգնաք ստուգեք, ինքը 400,000 անում թե 200,000 անում, ոնց կարա վարչարություն, ասում եմ, այդ նույնն է, ոնց որ հաշվիչները հանենք բնականից, ու ասենք միջև 1000 կիլովատ սպառումը անվճար է, ոնց եք բարձր որ միջև 1000 կիլովատ է։ Եվ ես ավելի ուրիշ առաջարկ ունեմ։ Հա, այս 0 դրամի մասով մի հատ էլ բան ասեմ, նոր անդրադառնամ։ Այստեղ շատ է խոսում արդյունավետության մասին, էլի առաջարկ անեմ։ Որ պահին, օրինակ, արդեն 16-րդ նիստն է, Ղազարյան Էդգարն էր ասում։ Որ պահին գաք ասեք, ինչ բանաձևով ենք հաշվում։ Այստեղ հələ որ ձեզանից ամենաշատը պետք է որ պարոն Վարդևանյանը աշխատավարձ ստանա։ Որ պահին ասեք, որ մեթոդով ենք հաշվելու 16 օրվա ընթացքում հայ ժողովրդին պարոն Արամ Վարդևանյանը իր այնտեղ նստելով ինչ օգուտ է տվել, ես ձեզ խոստանում եմ, այդ ալգորիթմը վերցնենք դնենք եւ մեր գործողումներն եք հաշվենք, ինչ օգուտ է տվել։ Երբեմն չի լինում այդպես։ Հա, պարոն Մխիթարյան, ժպտում եք, լավ է որ գալիս եք ուզում եք լիգբեզ անել մեզ, բայց պարոն Վարդևանյանը ձեզ կհուշի, որ կառավարության որոշումները երբեք ազգային ժողով չեն գալիս։ Կառավարության որոշումները հենց որոշումներն, այսինքն տոնով որ մեզ ուզում եք դաստակ նորմալ է, ցանկություն է, բայց կառավարության որոշումները չեն գալիս այստեղ։ Մենք էլ երբևէ կառավարության որոշումները ընդունող մարմին չենք եղել, որտեղ մենք օրենքներ ընդունող մարմին ենք։ Ու այդ 0% հարկի ֆոնին ես առաջարկում եմ հարգելի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Ես կարծում եմ, որ եթե օրինակ հեծի գրասենյակը տեղակայված էր մոլում եւ դա պատճառաբանվում էր, որ այնտեղ շատ մարդիկ են մտնում, ինձ թվում է մենք կարող ենք նաև զուգահեռ օրենք բերել եւ ասել, որ մոլերը պարտավոր են իրենց տարածքի առնվազն կեսը տրամադրել փոքր բիզնեսին 0 դրամ վարձավճարով։ Ինչ վատ է օրինակ, հայ գյուղացին թող գնա Դալմա մոլում, Ռիո մոլում, Երևան մոլում, որ չասեք մենակ ձեզ եմ ասում, էլ ինչ մոլեր կա, Orange մոլում անվճար 0 դրամ տեղ տվեք, թող գա այդ գյուղացին դեղս ծախի, լոլիկ ծախի, հոմպլեքս բերեք դրեք եւ օրինակ կամ փոքր եւ միջին այլ արդյունք արտադրականները Դալմա մոլում տեղ ունենան էլի։ Եղել է այս 10 տարվա մեջ մեկին անվճար տեղ տակ էլի։ Եկեք այդ օրենքները կբերենք 0% հարկի դեպքում բերեք էդ էլ առաջարկենք։ Թող մոլերում այդքան տասնյակ հազարավոր մարդիկ են մտնում, անվճար տեղ տվեք։ Ես առաջարկում եմ այդ ներկայացուցիչներին այդ ոլորտի այս մասով շատ ակտիվ քննարկումներ ծավալել, կարող եք բողոքի ակցիաներ անցկացնել նաև Ուռնեցի փողոցում պահանջելով մարդկանցից, որ այո, այնտեղ ձեր բիզնեսը կարող է իսկապես ծաղկել։ Եկեք անվճար տեղեր տանք մոլերում այդ մարդկանց։ Եկեք, այ արդեն սկսել է քաղաքական կոնսուլտացիաներ, այդ արդեն լավ է, այդ արդեն շատ լավ է։ Ես 0-ի մասին, քանի որ ժամանակ կա, պարոն Կարապետյան, էլի եմ ասում, եթե դուք ինձ կհիմնավորեք, ոնց եք դուք պարզելու, որ ես Սիսակ Գաբրելյանց, որ բիզնես կունենամ, ոնց եք պարզելու, որ ես դարձա արդեն խոշոր բիզնես, կամ եթե ես օրական 400,000 դրամ շրջանառություն ունեմ 0% հարկ եմ մուծելու, հենց իմացա դառնալու 401,000 դրամ, դուք ինձանից գալու եք այդ 20% ավելացված արժեքի հարկման դաշտ 80,000 դրամ տանեք, եթե տրամաբանությունը բացատրեք, ինչի ես պետք է շահագրգռվածնեմ 400,000 դրամից 401,000 դրամ առատորանը, որ դուք եկաք 80,000-ը տանեք, այդ էլ հիմնավորումը կբերեք։ Իդեպ մենք էլ ունենք մինչև 24 միլիոն դրամ շրջանառությունը, կառավարությունը, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ այդ թշեմը բարձրացնելու են, կարծեմ 48 ենք սարքելու։ Հարգելի գործընկերներ, լսում ենք ամբիոնից ելույթ բայց այդ մասով ես էլի դրա մասնակետը չեմ, մի օր օրինակ մի հատ փոքր արտադրություն են բերելու, կամ արտադրանքն են բերելու, ու մենք տեսնելու ենք, թե այդ արտադրանքի մեջ ինքնարժեքը ինչքան է անում այդ դուք 10 եք ասում, բայց իրականում 10 չի, այլ մոտ 2-2.5 է, որտեղ եթե ինքնարժեքից հանենք այդ ծախսերը, նախընտրական շրջանում դուք մտել եք մի կրպակից հացաբուրգերից դուլկի եք առնում։ Այդտեղ այդ ինքնարժեք որ 100 դրամ տվեցիք, ինքը ոչ թե 100 դրամի 10%-ն է վճարում, այլ հանում է այդ 80 դրամ այդ ալուրի փողը, տեղի փողը, մնում է տակը 20 դրամ, այդ 20 դրամը 10%-ն ժամանակը ավարտվել է։ Ես դա էլ կհիմնավորեմ։ Շնորհակալ եմ, մի քանի զրո էլ մնաց, բայց դա էլ հաջորդ Շնորհակալություն։ Եվ Ալխազ Ղազարյանի ելույթից հետո կսկսենք խմբակցությունների ելույթը, դրա համար խնդրում եմ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյանին իր ելույթի համար ու ինչ հավես է, որ զգում եմ ոնց եք նեղվել նախկիների հետ ասոցացվելու։ Գիտեք, երբ են մարդիկ նեղվում, երբ որ կոնկրետ ցավոտ տեղին եք դիպչում։ Սա մեկը միշտ փաստ է եւ այո, ձեր ելույթը ինձ խոսելու ավելի մեծ առիթ է տալիս, միջև իմ բուն ելույթին անցնելը պետք է ասեմ, որ խոսում եք մարզպետը PR-վում էր, այդ նույն կոմբայնը
աչքից դեմով անցավ ոնց էր PR-ում, կամ ընտրակաշառքի մասին խոսալ, ասում եք լավ է դպրոց է սարքվում, լավ է, այո, որ դպրոց է սարքվում, լավ է ասֆալտ է, լավ է թոշակ է բարձրանում, լավ է առողջությունն է ապահովում, ու դա լավ չէ, նորմալ է, այդ նշանակում է իշխանությունը աշխատում է, որևէ տեղ կարող է մի փոքր խնդիրներ լինի, իսկ մենք դա արձանագրել ենք, բայց այս պահին փաստում ենք մենք եւ դուք, որ իշխանությունը աշխատում է, իսկ թե դուք ոնց եք ձեր ցուցակը կազմել, արդեն ակնհայտ է, թե յուրաքանչյուրդ ինչքան հնարավոր է պաթետիկ ելույթ ունենաք, անկախ ամեն ինչից տակը փաստ կա, չկա, պաթոսը տեղն է, վсё, դուք պատգամավոր եք, էլ հարց չկա, էսա։ Շնորհակալություն, բացահայտվեց այսօր իմ համար որոշ հարցերի պատասխաններ, իսկ հիմա հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անցնեմ իմ հիմնական ելույթին։ Ես ուզում եմ կոնկրետ իմ հայրենակիցների հետ զրույցս ինչը որ առավոտվանից սկսել եմ շարունակեմ, որովհետեւ մեր հայրենակիցները հստակ պատկերացնեն, թե մեր նիստերը ինչու են այսքան երկար ձգվում եւ ինչու չի ավարտվում այս գործընթացը։ Նախ սիրելի հայրենակիցներ, սա մեր աշխատանքն է եւ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին եւ այո, մենք պետք է շատ ուշադրությամբ եւ մեծ վերլուծությունների արդյունքում, քննարկումների հարց ու պատասխանի արդյունքում ընտրենք յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի տեխնացուին եւ բնականաբար համաձայն եմ, որ յուրաքանչյուր տեխնացուի պետք է բացել, հարցեր տալ, ելույթներ ունենալ, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն, թե այս կամ այն տեխնացու ինչ սկզբունքով է ընտրվում։ Եվ մենք այս առումով ընդհանրապես որևէ խնդիր չունենք, պարոն Կարապետյան, երեք որ փորձում էիք ասել, թե գուցե եւ մենք խորշենք, այսպես ասած, այդպիսի քննարկումներից, բնավ նման տպավորություն թող չստեղծվի, սա հաշվետվողականությունը նաեւ մեր հայրենակիցների հանդեպ, որովհետեւ մեր հայրենակիցները հստակ, որովհետեւ այստեղից հստակ պատկերացնեն, թե որ տեխնացուն ինչի համար չի ընտրվել կամ ինչի համար է ընտրվել, որովհետեւ այստեղից դուրս գալուց եւ նաեւ դուք էլ կստանաք բավականին չափ հաղորդագրություններ, մեկնաբանություններ, SMS-ներ, թե ինչու ընտրվեց այս տեխնացուն կամ ինչու չընտրվեց այս տեխնացուն։ Բնականաբար նաև ձեզ մոտ գուցե ձեր ընտրողները հարցեր բարձրացնեն, թե օրինակ իշխանական տեխնացուներից մարդիկ, որոնք որ հավուր պատշաճին ներկայացվել են, ինչու օրինակ դուք չեք ընտրել որպես հարկներ, մենք օրինակ մեր չընտրելու դեպքում բացատրությունները տվել ենք, թե օրինակ յուրաքանչյուր տեխնացուի դեպքում ինչով ենք առաջնորդվել, որ չենք ընտրել եւ այստեղ բնականաբար քաղաքական ուղղվածությունը ընդհանրապես կապ չունի եւ դա ապացուցում է այն հանգամանքը, որ Արամ Վարդեվանյանին մենք ուժեղ Հայաստանից ենք ընտրել եւ Լիլիթ Գալստյանին ընտրել ենք Հայաստան դաշինքից։ Տեսեք, տրամաբանությունը կայանում է նրանով, որ ինչքան էլ ունենան քաղաքական հակասություններ, օրինակ Հայաստան դաշինքը մեր հետ 5 տարվա աշխատանքային փորձ ունի եւ հստակ գիտի, թե որոնք են մեր կարմիր գծերը եւ ինչի դեպքում մենք օրինակ չենք ընտրի, բայց իրենք իրենց մեջից ընտրեցին այնպիսի տեխնացու ներկայացնեն, որ անկախ են խորը քաղաքական հակադրություններին, որ մենք ունենք Հայաստան դաշինքի հետ, մենք այնուամենայնիվ մեր ձայնը տվեցինք Լիլիթ Գալստյանին, նույնը նաև ձեր տեխնացուին Արամ Վարդեվանյանին էր վերաբերվում։ Այնպես որ այս ելույթից սկզբում էլ ես ասեմ, ինչպես որ նշեցի, արդեն տեսագրությունով հարցում եմ արել մեր հայրենակիցների շրջանում, օրինակ, թե ինչպես մեր հայրենակիցները կվերաբերվեն Լիանա Մանուկյանի տեխնացությանը։ Կարող եք դուք իմեջում էլ ստուգեք, կտեսնեք, որ ընդհանուր առմամբ այսպիսի մի հարցադրում է գնում, թե բոլորը հստակ ասում են, որ ընտրակաշառքով ընտրվածներին չպետք է ընտրել ցանկացած հանձնաժողովի նախագահ։ Դա կարող եք ստուգել իմեջում, ես ոչ մի մեկնաբանություն չեմ հեռացրել, կարող եք տեսել։ Սա բնականաբար ժողովրդի կարծիքն է։ Սիրելի հայրենակիցներ, ես ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը, բայց նաև ձեզ պետք է տեղեկացնեմ, որ ըստ Տոնթի Բանաձևի այդ հանձնաժողովների նախագահությունը պատկանում է ընդդիմությանը, թվով 4 հանձնաժողով։ Իրականում այստեղ մի զավեշտալի փաստ կա, որի մասին եւս մեր հայրենակիցները նշում են, զավեշտը կայանում է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած խմբակցությունը Հայաստան դաշինքին է պատկանում մարդու իրավունքների հանձնաժողովը, ասենք նույն նախադասության մեջ մարդու իրավունքներ ու Ռոբերտ Քոչարյան ընդհանրապես չեն տեղավորվում։ Նույն տրամաբանության Եվրոինտեգրում եւ ուժեղ Հայաստան նույն նախադասության մեջ չեն տեղավորվում։ Բայց այստեղ ելույթներից մեկին էլ պետք է անդրադառնամ անպայման, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,
Այստեղ ելույթներից մեկի ժամանակ, այսինքն բազմիցս որերորդ անգամ եմ նկատում, որ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը անդադ ելույթ ունենալուց սկզբից նշում է արժանապատիվ հայրենակիցներ։ Սկզբից մտածում էի, դե նորմալ է, Հայաստանի Հանրապետությանը բարդ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, բայց դա հետո հասկացա, թե միտումը որն է այս մեկնաբանությամբ, եւ ես ուզում եմ հարցով դիմել Տիկին Ղահրամանյանին։ Ես ճիշտ հասկացա, Տիկին Ղահրամանյան, երբ որ դուք ընդհանուր ընդդիմության ստացած այդ 600,000 ձայնը տված ընդհանուր ընդդիմությանը կապ չունի Արամ Սարգսյանի կուսակցության են տվել, Հայաստան Դաշինքին են տվել, ԲՀԿ-ին, բոլորը վերագրելով ձեզ, այդ անձանց անվանում եք արժանապատիվ, իսկ 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, անարժանապատիվ։ Այստեղ է մեր եւ ձեր տարբերությունը, որ 2018 թվականից իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր համար հպարտ, արժանապատիվ քաղաքացի է։ Եվ այո, Տիկին Ղահրամանյան, սա Հայաստանի Հանրապետության համար մեկ ամբիոնն է, ոչ թե Քոչարյանի TV 5-ի տաղավարը։ Պարոն Վարդևանյան, բայց դուք եք դիստանցավորվում ՀՀԿ-ից կարծես ու ինչի՞ց եք նեղվում։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում ելույթներից դուք եք ինչ-որ հեռավորություն եք բայ, բայց ձեր հայտնի բարեկամները հանրապետականներ են, միգուցե վիրավորում եք իրենց։ Ըստ ուրեմն անցնենք ըստ էության քննարկմանը, հա, դրենք։ Իհարկե ընդդիմությունը երկրորդ անգամ առաջադրել է Լիաննա Մանուկյանի թեկնածուն, խնդրում եմ հարգեք ձեր գործընկերոջը, խոսում ենք իրենց Հարգելի գործընկերներ, լրություն համեցեք Տիկին Մանուկյան։ Նոր թեկնածուի անունը հնչեցնելիս խմբակցության ղեկավարն ասաց, որ մենք բավարար չափով լավ չենք ներկայացրել մեր թեկնածուին եւ որոշեցին նոր մարտավարություն, գրանցվեցին բոլոր խմբակցություն ամբողջությամբ եւ հարցերի եւ ելույթների համար։ Պարոն Կարապետյան, ես ձեր հետ համաձայն չեմ։ Մենք շատ ուշադիր լսել ենք ձեր բոլոր թեկնածուներին լսել ենք, հարցեր ենք տվել, ելույթներով արտահայտել ենք բոլոր մտահոգությունները եւ պարոն Վարդևանյան, ամենևին չեմ կիսում ձեր այն տեսակետը, որ մենք այո, ձերն է, հանձնաժողովի նախագահի այդ պաշտոնը ձերն է, բայց մենք խնդիր ենք տեսել թեկնածության հետ եւ ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է բոլոր թեկնածուները շատ մանրամասն լսենք եւ արծիք արտահայտենք։ Օրինակ պարոն Ֆարմանյանի թե մասնագիտական, թե քաղաքական խոսույթը մեզ բերեց այն համոզման, որ վերջինս կոմպետենտ չէ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար։ Հարցապատասխանի ժամանակ, հարցապատասխանի երեկվա նաեւ հարցապատասխանի ժամանակ արձագանքները լսելով համոզվեցի, որ մենք շատ ավելի քան հիմնավորված որոշում ենք կայացրել։ Եվ եթե խնդիրը սաբոտաժը լիներ, ինչպես հնչում է ձեր ելույթներում, մենք պարոն Վարդևանյանին չէինք ընտրի։ Նույնը չէինք անի Տիկին Գալստյանի դեպքում։ Եվ այստեղ դուք ձեր թեկնածուին, գրեթե բոլորդ կամ կեսից ավելին պետական պարտքից հարց եք տալիս։ Ասում եք պետական պարտքը եւ այդ ամեն բոլոր հարցերը մասնագիտական տիրույթից դուրս է։ Այնքան նեղն եք գցում Տիկին Մանուկյանին, որ վերջում ասում է, բայց ինչի եք նեղվել, ընկերներ ջան, կառավարելի է, 50%-ի սահմաններում է, մենք այդպես խնդիր չունենք, իմ հարցին հստակ ի պատասխան Տիկին Մանուկյանը այո, այդպես է։ Ինչու եք փորձում այս ամբիոնը օգտագործել ուռճացված թվեր, ուռճացված մտքեր արտահայտելու համար։ Ու ընդհանրապես այստեղից այս ամբիոնից ինչ-որ կանխատեսումներ անել հակաճգնաժամային, չգիտեմ, տնտեսական, չգիտեմ ինչերից կառավարումից։ Ասում եք երկիրը պետք է հակաճգնաժամային կառավարման հասնի։ Որտեղ եք այդ ճգնաժամը տեսել։ Ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Երբ միջազգային բոլոր կառույցները արձանագրում են, որ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է, պարտքը կառավարելի է։ Ասում եք տոկոսադրույքները բարձր է, բայց ինչի՞ չեք ասում, որ մեր վերցած վարկային տոկոսների մեծ մասը դրամային են։ Դրամային վարկեր են, այսինքն պորտֆելում գերակշռումը դրամային վարկեր է։ Վարկերից եք խոսում, Տիկին Մանուկյան,
Դուք լսել եք, որ ես լինելով ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի անդամ, ամեն հանձնաժողովի նիստին, յուրաքանչյուր նիստին Տիկին Վարդանյանն էլ ինձ հետ միասին, մենք ասել ենք կենտրոնական բանկի ներկայացուցիչ ով եկել է, ասել ենք, որ ինչի է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազում, բայց վարկի տոկոսադրույքը չի նվազում եւ դրա համար պետք չի դիմադիր լինել։ Մենք արձանագրում ենք խնդիրը, բարձրաձայնում ենք, նույնիսկ այս դահլիճում երբ եկել է ԿԲ ներկայացուցիչը, այդ մասին խոսել ենք եւ եղել է պատասխան եւ եղել է նաեւ աշխատանք մեր կողմից այդ ուղղությամբ, այսօր իդեպ ունենք արդեն այդ աշխատանքի արդյունքները, որոշ բանկեր վարկային տոկոսադրույքները նվազեցրել են, բայց նաեւ հիմնավորված է եղել, ինչու չեն կարողանում դա նվազեցնել։ Ուզում եմ ասել, պետք չի այստեղ էլի օգտվել այդ առիթից եւ ինչ որ հայտարարություն էլ անել, որը ավելի շատ ուռճացված է։ Եկեք համեմատենք ԱՄՆ-ի պետական պարտքը 39 տրիլիոն դոլար է, ՀՆԱ-ի 100%-ն է, Ճապոնիայինը ՀՆԱ-ի 250%-ից ավելին է։ Հիմա այս նշածած երկրները զարգանում են, թե սնանկանում են։ Ուրախ եմ, որ նաև կրկին անգամ հիշեցնեմ, որ էլի դուք արձանագրել եք, որ կառավարելի տիրույթում է պարտքը։ Օրինակ 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2%, իսկ պետական պարտքը աճել է 850 միլիոն դոլարով։ 2025 թվականին պետական պարտքն ավելացել է 1.7 միլիարդ դոլարով, բայց գիտեք որքան է կազմել տնտեսական աճը 7.2%, տարբերությունը։ Հարգելի գործընկերներ, երբ խոսում եք պարտքից, խոսեք նաև դրա արդյունավետությունից ու գեներացած արդյունքից։ Ու չեմ հիշում, որ այսօր ուժեղ Հայաստանում տեղավորված որևէ փորձագետ այն ժամանակ, որ այդ տնտեսական աճներ, ահազանգեր, թե ինչու է պետական պարտքը իր տնտեսական արդյունքը չի ապահովում։ Օրինակ, խոսում ենք, ինչի չեք խոսում մեր պետական աջակցության ծրագրերից։ Ինչի չեք ասում, լավ ծրագրեր ունեք, արդյունաբերության ոլորտում սարքավորումներ, վերազինման լիզինգային ծրագրեր ունենք, իդեպ դուք ձեր խմբակցության բոլոր անդամները, ովքեր ունեն այդ բիզնեսից օգտվում են, այդ ծրագրից օգտվում են դուք։ Հիմա դա արդյունավետ է, թե անարդյունավետ է։ Փաստում եք, որ լավ ծրագիր է, եւ դուք օգտվում եք։ Դուք չեք խոսում արժեք ստեղծող կապիտալ ծախսերից։ Թողել ենք բովանդակային մասնագիտական մասը, եկել այստեղից ասում ենք Snoop Dogg, ֆեստիվալ, չգիտեմ, շատ կարևոր է, որ խոսենք բովանդակությունից։ Այստեղ անդադար խոսում ենք 0% վարկերից։ Ասում եք պետք է իջացնենք ՓՄԶ-ները 0%, բայց ասում եք ու հիմնական շեշտադրումը անկեղծ լսել եմ իրավաբանական ծառայություններ։ Դից կողքից ասում եք դե նաև այլ ծառայություններ։ Հաշվապահականն է կար, մյուս ծառայություններն է կար, իրավաբանական ծառայություններ։ Օրինակ կանխիկ գործառնություններից եք խոսում, ասել եք պատուհաս է դարձել մեր գլխին։ Այդ տոկոսադրույքները նվազեցնում եք, որտեղ ձեր բոլորդ բիզնեսից եք եւ ուզում եք այս ամբիոնը ձեր լիազորությունները օգտագործեք իշահ այն ամենի ինչում որ դուք ներգրաված եք, այնպես ինչպես հեծը օգտագործել եք իշահ ձեր բիզնեսի, պետք է դա ասել։ Եվ այստեղից պարոն Գևորգյանը երբ ասում է գնացեք գյուղեր, պարոն Գևորգյան, գտեք մեկ կուսակցություն, ով մեզանից շատ եղել է գյուղերում, շփվել է գյուղացիների հետ, եղել է ուղիղ քաղաքացու եւ գյուղացու կողքին։ Իսկ խմբակցությունը իր ավարտելով եւ ամփոփելով ասեմ, որ խմբակցությունը իր դիրքորոշումը կհայտնի ընտրությամբ, ձեզ հաջողություն եմ մաղթում Տիկին